2026 թվականի փետրվարին տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի իրազեկում խորագրով երրորդյա միջոցառումը, որն իրականացվեց փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում ծրագրի շրջանակում։ Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է գյուղատնտեսության մրցունակության բարձրացումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը եւ ոլորտի կայուն զարգացումը, ներառյալ խոցելի խմբերի տնտեսական ինտեգրումը։ Երրորդյա միջոցառման նպատակն էր բարձրացնել շահառուների, ոլորտի ներկայացուցիչների եւ համայնքների գյուղատնտեսության բաժինների, ներկայացուցիչների իրազեկվածությունը գործող պետական աջակցության ծրագրերի, անասնաբուծության եւ մեղվաբուծության ժամանակակից մոտեցումների, ինչպես նաեւ ոլորտում արկա մարտահրավերների հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ, խթանելով տեղական մակարդակում ծրագրերի արդյունավետ իրագործումն ու շահառուների հետ համակարգված աշխատանքը։ Ծրագրի առաջին օրը ներկայացվեցին անասնաբուծության վարման տեխնոլոգիաները, էքստենսիվ մոդելից դեպի ինտենսիվացման անցման գործնական մոտեցումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա եւ դրա մեղմանն ուղղված միջոցառումները։ Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում, ինչ որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ որ տեղեր այնուամենայնիվ հարցեր առաջացել են, ասաց նա, ապա հետաքրքրվեց. Պիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Ի պատասխան քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանն ասաց. Մեզ մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք Facebook-ում չեն հայտնվել։ Դրանք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցել են։ 2025 թվականին ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն դրամ։ Այս մասին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը հայտարարել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը։ Փաստորեն ըստ պաշտոնյայի հնարավոր է եղել վերականգնել 1 միլիարդ 642 միլիոն 887 հազար 983 դրամ, որից 1 միլիարդ 430 միլիոն 562 հազար 115 դրամը պետական միջոցներն են, 7 միլիոն 267 հազար 686 դրամը համայնքային միջոցներ, 111 միլիոն 997 հազար 582 դրամը իրավաբանական անձանց, իսկ 3 միլիոն 60 հազար 600 դրամը ֆիզիկական անձանց։ Հաշվետու ժամանակահատվածում անավարտ քրեական վարույթներից վերականգնվել է եւս 726 միլիոն 430 հազար 94 դրամ։ Բացի այդ, ինչպես նշեց պաշտոնյան, որպես ավարտված քրեական վարույթում վնասի փոխհատուցումն ապահովելու միջոցառում արգրավել է ընդհանուր առմամբ 674 միլիոն 975 հազար 798 դրամ արժողությամբ անշարժ եւ շարժական գույք։